Ուրեմն բարև ձեզ, հարգելի ժողովուրդ։ Այսօր որն է, այստեղ այսօր Հայաստանով երեք այդ ազգային ժողովի թատրոնը, այդ նոր պրեմիերան, որ սկսավ դրա հետ կապված, մեր երկու բան ունեմ ասելու, որտեղ եթե չասեմ, եմ որ ասում եմ դանդաղ կմեռնեմ։ Ուրեմն նախ այն բանի հետ կապված, որ հենց ասում են կաթողիկոսը չօրհնեց ազգային ժողովը։ Խի մենք կաթողիկոս ունենք։ Ես գիտեմ, որ մենք չունենք։ Այդ ձայնազուրկ ոչխարին ինչ պոզայով ասես, են կամասուտրայի, դրի շինին, ոչ գաղոսը բենից էլավ, ոչ գրոցը բենից էլավ։ Դաժե ես իմ հալով նամակ ղրգեցի դրան, ասեցի եղբայր, եթե դու ընկեր կաթողիկոս, քաշվում ես խոսած, պատասխանի ասա Վաթան Ղուկասյան, ար ինձի պաշտպան կայնի, ես սրանք ինձի հոշոտում են, ես քո փոխարեն դրան տնեմ, սերը փոխեմ, նամակն էլ մնացա պատասխան, ստեղից հետևաբար, որ որի տակ այնքան քակ կա, որ վախը մա խոսա, կամ որ կաթողիկոսը նախկին ազգային ժողովը օրհնել է, որ այսպես ասած ռոբիկականներն ու սերժականներն նստած, ինչ խերվանք այդ օրհնած ազգային ժողովից, ինչքան բոզի տղական նստած այդ ազգային ժողովում, ընտրակեղծիքներով եւ այլ, ինչը օրհնի, այդ անլեգալ, ոչ լեգիտիմ, ընտրակաշակներով ու վարչական ռեսուրսի հաշվին ընտրված ազգային ժողովի ինչը օրհնես, կամ մեկը լինի կաթողիկոսին օրհնի։ Էդիկ մեկ, մի հատ հելել են գալում են կաթողիկոսը չօրհնես, կոխեն ձեզ ձեր կաթողիկոսին են։ Հաջորդը, ուրեմն, ինչ ասեմ, մի հատ պատգամավոր, ոչ էլ ֆիքսեցի, որ մեկն է, հարց հատալը մեն Ռուբեն Ռուբինյանը ինչ կռեգլոք է դրան, ասում է Թուրքի հետ շփվել եք, դուք ում եք ընտրել, համեն կոմնաբոզի տղա, համես կոմնաբոզի տղա, էդ ինչ հարցա Թուրքի, շփվել է Թուրքի հետ, ծնողը ծծնեմ, ինչ ես ասում, Ռուբեն Ռուբենյանը ոչ թե Թուրքի հետ շփվել է, այլ Ստամբուլի բաղնիքներից մեկում թուրքերի հետ սեքս արել, հետո, ինչ ասածը, ինչ էիր ուզում դրանով ասել, Թուրքի հետ շփվել եք, ախր են էլ է բոզի ծղա, պիտի ասի շփվել եմ, ինչ է քո ասածը, ինչ կա դրա մեջ, ամբողջ օրը թուրքերի հետ բիզնես է կանան, էդի հետ հրան դիրքի հիմնադրամի հաշվին, հիմնադրամով գնացել եմ, Թուրքիա սովորել եմ, ուրիշ երկիր չկար սովորելու, գնացել է Թուրքիա վերբովկա է եղել, բնականաբար շփվել էլա, ծծել էլա, թքել էլա, շինվել էլա, ինչ էիր ուզում ասել, հարց տվող պատգամավոր, Թուրքի հետ, թուրքը ծծնի, քեզ էլ նրան էլ։ Տասեմ բնը մյուսին, մի հատ ագարկա կա, Աննա Գրիգորյան, քոչարյանական, հելելա դալոն ծծելա, կայլելա տրիբունային, ինչ ասեմ, ասում է մեր ռազմագերիների մասին է խոսում, էլի ասում է, մենք պետք է ամբյոնը օգտագործենք այդ հարցը մշտապես բարձրաձայնելու համար, քոչարյանական ագարկ են, կամ ասում է, Տիգրանաշենը հանձնվելու է, թե ոչ, mən պատասխանում եմ քեզ, ագարկա, Աննա Գրիգորյան, այո, այս իշխանությունը Տիգրանաշենը հանձնելու է, ինչպես հանձնես Արցախը, ինչպես հանձնես Կիրանցը, ինչպես հանձնես Բերձորը, եւ դուք քոչարյանականները, ամեն ինչ արեցիք, որ նիկոլականները այդ ամենը հանձնեն, ձեր հայաքվեով կինո Մոսկվայի պատերի տակ, այո, ձեր այո եւ ոչով են ասպրամ ագարկի ծնունդը, կողմեք Կիրանցը հանձնելու թե ոչ, հիմա էլ նույնևի դու լիպչիկդ կամ ծիծդ կտնգես վերև, կասես կողմեք Տիգրանաշենը հանձնելու թե ոչ, եւ նիկոլականները հանգիստ կհանձնեն Տիգրանաշենը, կամ որ խոսում ես ռազմագերիներից, տունը ծածցնեն, ռազմագերի որտեղ ես տեսեցու, եթե ինչ-որ խոսքը գնում է որոշակի զինվորների մասին, որոնք որ գերեվարված են ադրբեջանական բանտերում, դրանց մասին ես բան չունեմ ասելու, այո ռազմագերի են, բայց եթե դու նկատի ունես ագարկա, Բակոյին, Արայիկին, կամ ինչ են, մի խախտի տղյան, Արկադի, ինչ են, Ղուկասյանը չխրգլոխը դրան, կամ են Ռուսաստանի բիզնեսմենին դրա ռազմագերին, որն է, նա չլկասես, ես հիմա քեզ պատասխանում եմ, ուրեմն, կյաժը, ինքնասպանություն գործեց նռնակը ձեռքին, որտեղ վերջին նռնակն էր մնացել, քաշեց, կպցրեց, այդ հողի համար ասելով, այս պոստը հանձնողի մերը թունեմ ես, ասեց կյաշը և նռնակը ձեռը կմպցրեց, բայց քո ռազմագերիները, Բակոն, Արայիկը,
Արկադի Ղուկասյանը իշխրի գլոխա դրանք բոլորը $1.5 միլիարդ սպառազինությունը ձեռները չկազմակերպեցին անգամ պարտիզանական կռիվ եւ առանց մի կրակոցի հանձնեցին Արցախը ադրբեջանցիներին։ Նույն ձև հանձնին Քելբաջարը եւ Շուշին։ Նույն ձև անջատեցին ՌԵՊ-ը, ռադիոէլեկտրոնային պայքարը, որպեսզի ադրբեջանական եւ թուրքական բայրակթարերը մաքսիմում շատ կոտորեն մեր զինվորներին։ Երբ որ մեր զինվորները գաժի նմանները զոհվում էին, քո ռազմագերիներ կոչված բոզի տղեկը ադրբեջանցիների հետ առևտուր էին անում, հեծերն ու հեկերն էին ծախում, զավոդնիկն ու գործարաննիկն էին ծախում թուրքերին, ռուսական գեներալն էլ պեչատում էին որպես նոտար հայի եւ թուրքի միջև առևտուրը։ Վերջում Էլիանս եղած ավարը հավքել էին ուզում էին գան Հայաստան, շնորհակալություն ռուսական կողմին ասեց եկեք այս բոզի տղեկին վեկալեք, տարեք, Բախվի բանտում ծծրեք։ Դրան ռազմագերին որն է։ Դրա ռազմագերին այնա, որ բանը անգիտակից վիճակում գերիանք է, փամփուշտները վերջացել են գերիանք է, զինված դիմադրություն ասուց տվել, վիրավորվել, ընկելա հեմորագիկ շոկի մեջ կամ անաֆիլակտիկ շոկի մեջ գերիանք է, այդ է ռազմագերի, բայց ամեն մեկի բուդը, միայն բուդը, կաշի քաշին է, կաբինետում նստած 7-8 հոգով արդեն եղած-շեղածը լափած, պրծած հետերը պիտի բեն Հայաստան, մտնում սպեսնազը կալանավորում տալմա ադրբեջանցերին, դա ագարկ է, ռազմագերի չի, դրանք պետական դավաճաններ են, որոնց տեղը բանտում է, կապ չունի, որ բանտում, ադրբեջանական բանտում, թե հայկական բանտում, նրանք վաղուց ազատության մեջ էին, յուրաքանչյուր դատավորի կնգածածերի արանքը $1 միլիոն կկոխեին և կլեին ազատության մեջ, կամ նիկոլականների, դու ռազմագերի չունես, ագարկա, ասում է ամոթից գետինը չմտնենք, այդ Արցախը տալուց ամոթից գետինը բխի չմտաս, պորրիկ, Կիրանցը բենզորը տալուց ամոթից գետինը խի չմտաս, 150,000 փախստական Ղարաբաղից եկավ լծվավ Հայաստան, ամոթից գետինը խի չմտալ, Աննա Գրիգորյան ագարկա, հարց եմ տալի քեզ, կամ մի հատ բան կա, երիտասարդը հել է ձայնային էր թողել, ուղղակի ակնջովը սնգալ, ինչ-որ նժդեհական, ասում է դիվանագիտական ճանապարհով Արցախը հետ բերենք, Նիկոլինա խլեշում, հետնելով ասում է մենք նժդեհական ենք եւ դիվանագիտական ճանապարհով Արցախը հետ բերենք, ես չգիտեմ այդ տղենով է, բայց ուզեմ ասեմ տղա ջան, ուրեմն թուրքը եւ ցանկացած այլ նորմալ ազգ դիվանագիտական ճանապարհով չես հող տվող չի, այդ բանը որ բլա է իրանում Նիկոլին գրելուց, ինչոց միֆ եք ուզում թողել, որ դիվանագիտական ճանապարհ դուք Արցախ կբերեք այդ, կամ թուրքից ինչ-որ միցից հող, դուք թուրքի խեռը կբերես այդ դիվանագիտական ճանապարհով, հողը արունով են պահում, հողը արունով են հետ բերում, թուրքը հայի նման չի, որ փողը տենա, ոտեի տակը թուլնա, հողը տա, թուրքը ոչ Սերժա, ոչ Քոչարյանա, ոչ Նիկոլա, ոչ Արայիկ Հարությունյանը, թուրքը հողի համար ոռա տալի, այդ որ դու նժդեհական ես, գարեգի նժդեհը դիվանագիտական ճանապարհով սունի կպահես, ոչ, արունով, հող արունով են պահում, այս 50-70 տարի Ճապոնիան դիվանագիտական ճանապարհով ուզում է Ռուսաստանից Քուրիլյան կղզիները հետ բերի, կբերի, խեռս կբերի, Գերմանիան դիվանագիտական ճանապարհով Կալինինգրադն ուզում հետ բերի, կբերի, խեռս հետ կբերի, ոչ մի նորմալ ազգ, իսկ թուրքը նորմալ ազգայի տարբերություն դես, հող դիվանագիտական ճանապարհով հետ չի տա, դու հող ես ուզում հետ բերել, միայն բանակով, միայն արունով, միայն պայքարով դու կարող ես հող հետ բերել թուրքից, դիվանագիտական ճանապարհով որոնց Թուրքիայից դու հիմա պիտի Ղարսը, Վանը, Մուշեղը եւ այլն հետ բերեի, բայց դու լեմիջեմա ոչ բան հետ չես բերել եւ չես էլ բերի։ Եվ այս պարլամենտը շարունակելու է նախորդ պարլամենտի թաթերականացված ներկայացումները, բոլ սպորնիկ ագարկա չատնախ իարասելով, իսկ տակից իար է հավասար կիսելու են տորսի նման Հայաստանի Հանրապետությունը։
տալով թուրքերին եւ ադրբեջանցիներին, թե շուկան, թե տնտեսությունը, թե հողը, թե ջուրը, թե հոսանքը, թե օդը, թե ամեն ինչը։ Իսկ ժողովուրդը, որը որ մի հատ շալվարի, լիպչիկի, մայկատրուսիկի, 100,000 դրամի կամ պաշտոնի համար գնաց ընտրեց այս ղախպի ծնունդներին ու բերեց լցեց պարլամենտ, պիտի վայելի։ Յուրաքանչյուր ազգ պիտի վայելի այն իշխանությանը, ինչին ինքը արժանի է։ Այն իշխանությանը, որ ինքը ընտրել է, կարճունի ոնց է ընտրել, բայց ընտրել է։ Եվ Աննայի նման պոռնիկները, որոնք որ գիշերցել է Քոչանի խեռնն գլգլանը, բելա դու չես տենում, մասը շաբաթը մեկ սիրած է փոխում։ Այ դու նորմալ կուլտուրական կնիկ, թե քո մարդը, ինչ հակտե պոռնիկների մեջ չեմ հասկանում, եզդին կարմիր մազերով հելավ գնաց, հիմա էսիա պտուկը ցցե, ասում եմ մենք ամոթից դու պիտի վաղուց սած կացլնեիš, Ղարաբաղը վեկան առած մի կրակոցի տվեց, բա ամոթից խի դու սատ կար այդ պոռնիկ, այսեց ժողովրդին դնելով դաունով հիվանդի տեղ, խաղալու են ընդդիմություն, իրանց անասուն հարցերով, բոզի պոռնիկ չատ լավ աղբա երասելով, էսեք, բայց քանի ես կամ, ես չեմ թույլ տա, որ այն մասսան, այն ընտրազանգվածը, որը որ ունի ուղեղ, որը որ մտածում է գորշ բջիջներով, այլ ոչ թե ուղիղ աղիքով կամ դլոյով, ուղղակի այդ մարդիկ կարողանան գնահատել, հասկանալ, որն է նորմալ քաղաքական ուժ, որն է բոզի տղեն, թե Քոչանականները, թե Տաշիրականները, թե Նիկոլականները, թե Սերժականները, այդ բոլորը, այն որ ասում է պասաժիրի одного корабля, ձեր օրոք, ձեր պարլամենտի օրոք, նախկինների եւ այսօրվաների օրոք, ձեր իշխանության օրոք գնաց Արցախը, գնաց Բերձորը, գնաց Կիրանցը, գնալու է Տիգրանաշենը, ու այնքան բանա գնալու տնտեսությունը, արդյունաբերությունը, ամեն ինչ։ Դուք վարի եք տալու այս երկիրը հիմնովին։ Եթե ինչ-որ մի հատ գերտերություն, մի գեղեցիկ օր չասի, «Տո քո մամային էլ ծծցնեմ, քո մամային էլ ծծցնեմ, այս սարը իմն է, այս ծառը իմն է», ձեռը կծի գամփի գլխներից վերցնի, ասի թե հիմա հելեք գնացեք, գնամ ու խեռնեք ուտեմ, ու սաղին 37 թվի նման դնեն, ծծցնեն, կասարեն պատվալներում, այն ժամանակ կագեբիի պատվալներում։ Նոր այս ազգը կարող է ստացվի հասկանա, որ չէ։ Գոյություն ունի պետություն, գոյություն ունի պետականություն, գոյություն ունի ազգային հարստություն եւ գաղափարախոսություն, թե չէ, փող, դլո, փող, նարկոտիկ։ Էսա այսօրվա սերունդի ուղեղները դուք մտցրել եք եւ գերակշիռ մասի։ Իսկ այս պարլամենտից որևիցե մի հույս փայփայողը պիտի առնվազն լինի ամենավերջի տավարի ծնունդը, որ հավատա Տաշիրականներին կամ Ռոբիկականներին, ասում ասը գողացել եք Դոդի Գագոյի ձայները։ Ծծցնեմ Դոդի Գագոյին որտեղի ձայն։ Փողով ձեներն առավյան թվում է թե պիտի մտնի պարլամենտ, բայց այսօր այդ ձեն տվողներն ուր են։ Բայց այսօր եթե այդքան 200 քանի հազար մարդ ձեն ատվե, չէ, Տաշիրականներ, Ռոբիկականներ, Դոդի Գագոյականներ, այդ 250,000-ից հլավ էլ, այդ 250,000-ից ավելին գոնե 50,000-ին հանեք, լցեք փողոց հեղափոխություն արեք, բայց չեք կարող անեք։ Որովհետև առել եք, ուրիշ բանա փողը վեկալել, գալ մի հատ գալշկա տնել, ուրիշ բանա փողով գալ միտինգի։ Թե չէ հիմա որ դուք ռեալ ձայներ ունենայիք, հիմա այդ մարդիկ հելը լսվել էին փողոց, Նիկոլականների տուն ու տեղը ծծցրել էին։ Ինչի են Վարդան Ղուկասյանին բանտում պահում։ Վախում եմ, որովհետև Վարդան Ղուկասյանը Ամերիկան նստած ժողովրդին լցեց փողոց, դալիճից են Ղարաբաղցի չկախին դուրս բերեց։ Ամերիկան նստած ժողովրդին լցեց հանրապետության հրապարակ։ Բա որ հիմա հելավ ինչ կանի։ Այդ հաշվարկել են, դաման ասում են չէ, հələ դու մնա բանտում։ Որտե մի հատ Վարդան Ղուկասյան ավելին արժե, քան այդ սաղըտ միասին վեկալած իմ տրուսիկի քաշը դուք չունեք, բոզի տղեք, գնացեք հիմա պես թատրոն խաղացեք, մինչև հլտենանք ինչ ալեմ, իմ դուրս գալը, ծծցնեն ձեզ էլ, այդ իշխանությանն էլ, այդ կառավարությանն էլ, այժմ եւ միշտ Հավիտյանը Հավիտյանից ավել, այսքան։